անկեղծորեն չհասկացա մեղադրողի դիրքորոշումը ինչ էր նշանակում ժամանակը գա կասենք ժամանակ 7 ամիս անցել է պատվարժան դատարան համաշխարհային փորձարու ես տարբեր երկրներում դատական նիստերի մասնակցել եմ մեկ ապացույցը կեղծ կամ ոչ հավաստի բավական է որպես այդ գործընթացը կանգնի հիմա իմ հարցումը հետևյալն է ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները, ներառյալ իմը, իմ ազգանունը, իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, և այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ, դուք էլ անցյալ անգամ ասացիք, որ դուք չեք լսել, բայց դա կարևոր չի, չէ՞։ Բնականաբար դատարանը պետք է հետազոտի այդ ժամանակ։ Այո, հետազոտելուց առաջ, ապացույցները հետազոտելուց առաջ, մեկ էջանոց թուղթ կա փորձաքննություն անցած լինելու մասին, մեկ էջանոց ընդամենը, 30 հատոր չեն։ Ինչպես եք ուզում, որ ես ընդունեմ օրինական մյուս մարդիկ, որ այդ խոսակցությունները ապացույց կոչվածները, որոնք ես ասում եմ, եւ խնդրում եմ այսպես վերնագրել, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Սա ջուրը, սա փաստը, որ շիշը, բայց ապացույց չունեմ, որ սա ինչ տեսակ շիշ է, ինչի՞ց է կազմված։ Հիմա ես դրա մասն եմ ասում, ինչպես թե ժամանակը գա կասենք, ժամանակն եկել է մինչև ապացույցները ներկայացնելը գործի մեջ մեկ էջանոց թուղթ պետք է գոնե լիներ ասելու համար, որ այս տվյալներով անցել են այս փորձաքննությունը, հաստատված են այսինչ բաները, կա թե ոչ, ես դա եմ հարցնում։ Պատվարժան դատարանը, պատկերացնում եք, որ 7 ամսվա մեջ ոչ ձեռագիր, ոչ էլ ուրիշ կերպ, ոչ մի բան ես գոնե ինձ հասանելի չէ։ Հիմա ես հարցնում եմ հարգարժան մեղադրողներին, այդ էջերով, հատորով, մարդկանց անուններով ներկայացնելը, ինչով է փաստված, օրինակ, ինչ փորձաքննությամբ։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ դադարելու կրկնել։ Դրա պատճառով էլ պատվարժան դատարան, այդ պատճառով էլ քննչական կոմիտեի ղեկավարը ինքն իրեն թույլ է տալիս ասելու, որ Բագրատ Սրբազանը իր ձեռքով գրել է, հասկանում եք հանրորեն հնչում է մեղադրանք, որը հաստատված չի եւ ում կողմից է հնչում, պաշտոն ունեցող մարդու հնչում է այդ մեղադրանք եւ ոչ միայն ինքը, այլև դատախազը հենց բերված տվյալը հրապարակվում է այդ տվյալի մի այսքան հատվածը, որի վրա ասում են մարդկանց կյանքից զրկելու չգիտեմ ինչ, այս հունվարի 2-ի խոսակցությունը Սրանք առանցքային նշանակություն ունեն, մարդիկ ուրեմն անպատասխանատու ելնում են հայտարարություն անեն, մեզ մարդկանց 6 ամիս, 7 ամիս զրկում ամեն ինչից, հանրությանը տրամադրում, երեք ինձ մոտ այցելության են եկել մարդիկ, ասում են ամբողջ շրջանի մենք պատկերացնում ենք, որ դու ահաբեկիչ ես, ինչի իման վրա, այդ մարդու ասածի, մյուսի դատախազի հայտարարության, այն մյուսի հեռուստատեսությամբ խոսելու, Անցյալ օրը իմիջայլոց ասել եմ, չէ, դատապարտված եմ հեռուստացությունները, 20 տարի չէի նայել։ Ուրեմն հանրային հեռուստաընկերություն հաղորդավարը ասում է դատարանում կամ դատարանով հաստատված, որ այս մարդը ահաբեկիչ է։ Այդպիսի բան կա։ Հասկանում եք, մենք այս շրջանակից դուրս պիտի դիտարկենք հարցը։ Այստեղ չի հարցը, պատվարժան դատարան։ Այդ մարդիկ կռվում են դրսում մեր դեմ, այսինքն պետության դեմ, ինչու մեր դեմ։ Եվ ես դրա մասին եմ ասում, իմ անընդհատ կրկնելու եմ, ինչքան ուզում ապացույց բերել, անընդհատ կրկնելու, ուր է փորձաքննությունը, ուր է քննչական կոմիտեի ղեկավարի կողմից հայտարարված ձեռագրաբանական փորձաքննությունը, որտեղ ես իմ ձեռքով գրել եմ ահաբեկչության պլանավորում։ Ուր է դա։ Սրա մասին պետք է խոսեք, հարգելի մեղադրողներ, եթե սրա պատասխանն ունեք, խնդրում եմ մեզ մի ասեք, որ սպասեք ժամանակը, ժամանակն անցել է 7 ամիս, եթե որևէ մեկի համար դա ոչ մի արժեք չունի, մեզ համար ամեն ժամը,
Այս մարդկանց կյանքից զրկել եք իրենց երեխաներին ամիսներով։ Իմ մասին չեմ խոսում, ես հանգստանում եմ։ Բայց կարելի է այդպես հայտարարելու անցնել վրայից։ Հետևաբար ես պահանջում եմ, ոչ միայն խնդրում եմ, ասելով կա փաստաթուղթ, փորձաքննություն, ապացույց, ձեռագրաբանական քննություն, որ այս բոլորը ճիշտ են։ Կա։ Սա հարցը, եւ ես տալու եմ միշտ։ Հա, դուք էլ չեք պատասխանել, չէ՞։ Մեկ վարքյան հարգելի մեղադրյալ Բագրատ Սրբազան